Առաքելական Սուրբ եկեղեցին Տիկին Խաչատրյան, մենք հետևում ենք վերջին իրադարձություններին, Սամվել Կարապետյանի կալանավորումը, երթը դեպի Մայրաթոր։ Սամվել Կարապետյանը չնայած նրան, որ քրեակատարողական հիմնարկում է, այնտեղից նաև հայտարարություններով է հանդես գալիս, ասում է, որ իր միջոցներով օգնելու է նաև այն մարդկանց, որոնք Հայաստանի բանտերում ապօրինի են պահվում, եւ մեղադրում է իշխանությանը Լեռնային Ղարաբաղը հանձնելու մեջ, դաշնակիցների հետ հարաբերությունները փչացնելու։ Կարող ենք ենթադրել, որ նա քաղաքական հայտ է փորձում ներկայացնել։ Դե բնականաբար քաղաքական հայտարարություններ է անում եւ չի կարելի չդիտարկել, որ դա քաղաքական հայտ է։ Սամվել Կարապետյանը Արցախը հանձնելու մեջ թող մեղադրի իր աշխարհաքաղաքական տերերին, Սամվել Կարապետյանը ապօրինի պահվող բանտարկյալների մասին թող խոսեր այն քաղաքական տերերի ում ուղղորդմամբ ինքը նոր եկել է առաջին պլան իրենց տարիների մասին, հետևաբար ինքը այն մարդկանցից է, ով ամենաքիչը իրավունք ունի խոսելու նման բաներից։ Մենք կարող ենք ենթադրել, որ դրսի ուժերը տեսնելով, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը չի դասավորվում այնպես, ինչպես իրենք կցանկանային, իմպիչմենտի գործընթացը գուցե նաև չի հաջողվում, փորձեցին այս միջոցներով տարբերակներ գտնել Սամվել Կարապետյանին գուցե դարձնել երկրորդ Ռուբեն Վարդանյան։ Այն ուժերը, որոնք Սամվել Կարապետյանին ուղղորդել են դեպի Հայաստան, իր նորից եմ ասում աշխարհաքաղաքական տերերը, մնացել է իրենց աշխատասենյակի աթոռներին ուղղորդեն դեպի Հայաստան, որովհետև բոլոր այն հնարավոր միջոցները, որով իրենք փորձում են նորից Հայաստանի Հանրապետությունում վերարտադրվել, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վստահությունը ինչ որ չափով նորից վերականգնել կամ իրենց սովոր, իրենց բնորոշ եղանակներով ընտրություններ կեղծել, արդեն իսկ չեն կարողանում, էլ մարդ չունեն, վերջին մեռնելուց առաջ խրխրոցներն են, որոնք փորձում են անել։ Նույնիսկ եմ ասում, մնացել է իրենց աշխատասենյակի աթոռներին ուղարկեն Հայաստանի Հանրապետություն։ Տիկին Խաչատրյան, նաև տեղեկություններ տարածվեցին, որ Սամվել Կարապետյանին աջակցելու համար վարձկաններ են հավաքագրվում։ Ընդհանուր առմամբ վարձկանների հավաքագրմանը ոնց եք վերաբերվում, ոնց եք մեկնաբանում, այսինքն գալիս են այստեղ 2 հոկտեմբերի 27-ը քաղաքացիական բախումներ, թե հոգևորականները նաև շատ հաճախ են ասում, որ եկեղեցու բակում այրուն է թափվելու, գալիս են հենց դրա համար։ Հայաստանի Հանրապետությունը հոկտեմբերի 27 տեսած պետություն է եւ ես չեմ զարմանա ոչինչից, բայց մենք պետություն ենք, որը ունի անվտանգության համակարգեր եւ ես հույս ունեմ, հույս եմ, որ ամեն ինչ դեռ բնում դեմը կառնվի։ Տիկին Խաչատրյան, նաև երբ որ Սամվել Կարապետյանին ձերբակալում էին, ինքը իր առանձնատնից դուրս եկավ հայտարարեց, որ թքած ունի թե հեծի վրա, թե իշխանության վրա, այսինքն ընդհանուր առմամբ անձը, որ հայտարարում է, թե եկել է այստեղ պահպանելու արժեքները, բարոյական արժեքները, նման հայտարարությամբ է հանդես գալիս, սա ոնց է գնահատում։ Իրոք թքած ունի Սամվել Կարապետյանը հեծի վրա, որովհետև հեծի աշխատանքը տարիներ շարունակ դա են ապացուցել։ Վարչապետը նաև խոսեց հեծը պետականացնելու մասին, նաև գրառում կատարեց, որ պետականացման պլանը պատրաստ է, շատ շուտով այն կմտնի գործնական փուլ։ Ինչպես պետք է դա լինի։ Գործնական փուլ չեմ կարող ասել ինչպես պետք է լինի, այո, պետք է հեծն էլ պետականացվի, պետք է երկաթգիծն էլ պետականացվի, այն ամենը, ինչ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին նվիրել է ռուսներին, այդ ամբողջը պետք է վերադառնան Հայաստանի Հանրապետությանը, ես չեմ ճանաչում գրեթե Հայաստանի Հանրապետությունում մի քաղաքացի, ով գոհ է հեծի աշխատանքից, հետևաբար պետք է պետականացվի եւ պետական մակարդակով աշխատի այդ կարևոր պետական հաստատությունները, օբյեկտները։ Այդ ճանապարհին, եթե խոչընդոտներ լինեն, օրինակ դրսից խոչընդոտներ լինեն, այս դեպքում Հայաստանի իշխանությունները ինչպես պետք է վարվեն։ Հայաստանի իշխանությունները համենայն դեպս վարչապետի մակարդակով արդեն իսկ ասվել է, որ հեծը պետականացնելու process-ը սկսված է, երևի թե խոչընդոտները հաշվի առնվել են։ Բայց դա այսպես հանդարտ հարթ տեղի կունենա։ Իհարկե չի ունենա, Սամվել Կարապետյանի աշխարհաքաղաքական տերերինն է հեծը եւ այստեղ process-ներ կլինեն, ինչը արդեն զարգացումներից հետո կարող ենք խոսել ինչ կերպ պետք է շարունակությունը լինի։ Տիկին Խաչատրյան, ընդհանուր առմամբ այն խոսակցությունները, որ պտտվում են Գարեգինբոյի շուրջ, ինքը կարծես պատասխաններ չի տալիս, հնչում են ամենատարբեր խոսակցությունները, նաև Գարեգինբոն իշխանություններին է մեղադրում հասարակությանը պառակտելու մեջ, եկեղեցին
թիրախավորելու մեջ, բայց չի տալիս կոնկրետ հարցերի պատասխաններ։ Չի տալիս, որովհետև չունի դրանց պատասխանը, թե կարող է այդ պատասխաններով իշխանության մեղադրանքները հաստատվել։ Գիտեք, Գարեգին բն վաղուց արդեն քաղաքականության մեջ է եւ սա քաղաքական պայքար է, որը գնում է եւ ինչը չպետք է լիներ եկեղեցու հետ կապված, բայց Գարեգին բն արդեն քաղաքական կերպար է դարձել եւ ոչ թե կաթողիկոս։ Նաև քաղաքական հայտարարություններով հանդես եկավ հունիսի 22-ին, երբ որ Մայրաթոռում երթ էր տեղի ունեցել, խոսեց Սամվել Կարապետյանի ձերբակալման մասին, դա որակելով ապօրինի։ Ընդհանուր առմամբ, այսինքն սա ինչի մասն է խոսում, որ Գարեգին-բան գնահատականներ է տալիս իրավապահների իշխանության գործընթացներին, սակայն խուսափում է հենց այդ բուն պատասխանատվություն։ Գարեգին-բան այս պահին մարդ է, քաղաքացի է, ով քաղաքական կռիվների քաղաքական կերպար է այլևս եւ իր ցանկացած արդեն արած հայտարարություն ինձ համար քաղաքական հայտարարություն է եւ ոչ թե եկեղեցու հայտարարություն։ Հունիսի 22-ին նաև ինչպես նշեցի, երթ էր եղել Մայրաթոռում, դա առաջնորդում էր Պատիվ ունեմ խմբակցության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը, որը նաև քաղաքական հայտարարություններ էր հնչեցնում, ասում էր իրենց պայքարը հաղթանակ է լինելու եւ իմպիչմենտի գործընթացով հաջողելու են իշխանափոխությունը։ Այսինքն իրենք այսպես եկեղեցու միջոցով փորձում են քաղաքական դիվիդենտներ հավաքել կոնկրետ հանրապետական կուսակցությունը։ Դավիթ Համբարձումյանը քաղաքական ուժի ներկայացուցիչ է, քաղաքական մարդ է, վարչապետի իմպիչմենտի ընթացքում վարչապետի քաղաքական ուժի ներկայացուցիչը, ով կարող է անել քաղաքական հայտարարություններ, ով կարող է գնալ այո իմպիչմենտի process-ի եւ դա նորմալ է, եւ նաեւ կարող է ունենալ քաղաքական ուժի ակնկալիքներ եկեղեցու աջակցության, այլ հարց է եկեղեցին կմտնի այդ քաղաքական խաղերի մեջ, թե չի մտնի, փաստացի եկեղեցին արդեն իսկ քաղաքական process-ների մեջ է։ Տիկին Խաչատրյան, բայց ինչ վստահություն ունի կոնկրետ հանրապետականը կամ Սերժ Սարգսյանը, որ խոսում են իմպիչմենտի գործընթացով իշխանափոխության հասնելու մասին։ Գիտեք, դրանք process-ներ են, որոնք ժամանակ առ ժամանակ պետք է, այսպես ասած, տակ պահել, process-ներ են, որոնք իրենք ժամանակ առ ժամանակ տարբեր քաղաքական ուժ, փողոցային ընդդիմությունը անընդհատ փորձում է ինչ-որ տարբեր մեթոդներով իրենց գոյությունը պահպանել։ Նաև շրջանառվում էին լուրեր, որ երթին մասնակցելու համար Դավիթ Համբարձումյանը թե պետական, թե համայնքային կառույցներից մարդիկ է հավաքել, այսպես ասած զորով մարդ են տարել։ Եթե այդ լուրերը ճիշտ լինեն, այսպես կարող ենք եզրակացնել, որ Սերժ Սարգսյանը իշխանափոխության հասնելու խնդիր է դրել Ռոբերտ Քոչարյանին չեզոքացնելու համար։ Գիտեք, եթեներով չեմ ուզում խոսել, ճիշտն ու սխալը պետք է պատկան մարմինները պարզեն, եթե, ինչպես դուք հարցը տվեցիք, եթե դա ճիշտ լինի, միգուցե Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան տանդեմը իրար բացահայտ Facebook-յան թե առհասարակ ցանկացած հարթակում, այսպես ասած, քաղաքական գզվռտոցի մեջ են, իրենք միշտ էլ ով է առաջինը, ով է տերը, այդ կռիվն ունեցել են ու շարունակելու են ունենալ, ինչը նորմալ է, ինչը նաև քաղաքական ուժերի դիրքի ու իրենց առաջինը լինելու համար է պայքարը։ Տիկին Խաչատրյան, եթե ինչպես նշեցինք, Սամվել Կարապետյանը քաղաքական հայտ է ներկայացնում, արդյոք իրեն կհաջողվի երկու ուժերի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կողքին մասնակցել կամ հայտնվել Հայաստանի խորհրդարանում։ Գիտեք, այն ամեն ինչը, ինչ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի շրջանակներում, շրջապատներում, թիմերում, այն ամեն ինչը, ինչ իրենք իրար ետևից, հրապարակային, ոչ հրապարակային ասում են, այդքանից հետո եթե իրենք պետք է միանան եւ մեկ հարթակով գնան, ներողություն, օրինակ իմ համար Գյումրիի միացումն էլ ոչ մի կերպ մարդկային եւ բարոյական ոչ մի նորմի մեջ չէր մտնում, ես լիահույս եմ, որ այդ թիմերը քաղաքականությունից դուրս նաև բարոյական արժեք, բարոյական մասել ունեն եւ այն ամեն ինչը ինչ իրար հետևից ասում են, այդքանից հետո իրար համատեղ միանալը մեղմ ասած ծիծաղելի է։
Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը նաև հայտարարություն է տարածել, այն կոչվում է ինչ հաջողվեց ներկա իշխանություններին։ Այնտեղ նշում են, որ օրինակ ԿՊ-ն պետք է պարզաբանի, օրինակ ժողովրդի արչև արտաբերի ես հայ եմ բառերը, արգելեսվի ժողովրդի հետ, սա ոնց եք մեկնաբանում։ Գիտեք, այդ արտահայտությունները, այդ պահանջները, այդ ամեն ինչը դա ընդհանրապես էժանագին շոուի պահանջներ են։ Մենք բոլորս էլ հայ ենք Հայաստանի Հանրապետությունում ապրող հայերս։ Հայ լինելը դա կուսակցական պատկանելության հետ ոչ մի կապ չունի։ Շատ էլ որ օրինակ Ռոբերտ Քոչարյանն ասում էր, ես հայ չեմ, ալբանացի եմ։ Ցավոք սրտի ինքը հայ է։ Տիկին Խաչատրյան, նաև եթե կրկին նորից խոսենք Սամվել Կարապետյանի քաղաքական հայտից, արդյոք նա կմասնակցի 26 թվականի ընտրություններին եւ հաշվի առնենք նաև այն խոսակցությունները, ըստ որոնց նա երկհաղաքացի է, օրենքի այս կետով ինչի վրա է, այսպես ասած, դրել այն ուժը, որը նրան խաղադրույքը դրել այն ուժը, որը նրան ուղարկել է Հայաստան։ Գիտեք, չգիտեմ կմասնակցի թե չի մասնակցի, փաստացի Սամվել Կարապետյանի այս փուլում հայտնվել այս ամենի կիզակետում հենց 26 թվականի նախերգանքներ եւ հետեւաբար ինքը դրա համար էր, ինչը անսպասելիորեն թե իր արտաքին քաղաքական տերերի, թե իր ներքին քաղաքական տերերի համար անսպասելի էր, որ ամեն ինչ այսքան շուտ կմաշվի նաեւ Սամվել Կարապետյանը, ինչպես իրենց Հայաստան ուղարկած բոլոր այդ դեմքերը ոնց մաշվեցին Թևանյանները, Քոչարյաններն ու մնացածը հերթով մաշվելով գնում են, Սամվել Կարապետյանն էլ նրանցից մեկն էր եւ իրենք չէին սպասում, որ այսքան շուտ է մաշվելու։ Իսկ հնարավոր է Ռուսաստանը պահանջի Սամվել Կարապետյանին, թե իրենց ձեռնտու է կալանավորումը։ Ըստ քաղաքական զարգացումների կհասկանան իրենց որ մասն է ձեռնտու, որ մասով կարող են Հայաստանի Հանրապետությունում ապակայունություն ստեղծել որևէ կերպ, բայց դա էլ չի ստացվելու իրենց մոտ, հերթական շոուն է լինելու։ Տիկին Խաչատրյան, նաև Գարեգին Բ-ն երթի ընթացքում մայրաթոռում հայտարարեց, որ Հայաստանում բռնաճնշումներ են, սպառնալիքներ են։ Դուք ինչ եք կարծում, Հայաստանում կան այդ բռնաճնշումները։ Երբ մեզ ես մեր մասով ասեմ Հանրապետություն կուսակցության կանանց ու աղջիկներին բաժիններում ընդդիմադիր լինելու համար, ոստիկանության բաժանմունքներում ուղակի միտինգներին մասնակցելու համար ծեծում էին Գարեգին Բ-ն լուրեր, այդ բռնաճնշումներից ինչի մի օր չխոսեց, երբ մարդկանց մարտի 1-ին հրապարակներում սպանում էին Գարեգին Բ-ն լուրեր, այս երկրում այնքան բան ա եղել, բռնաճնշումներ, ամեն ինչ եղել ա Գարեգին Բ-ն լուր ա եղել եւ մեկ էլ այսօր խոսում է բռնաճնշումներից, կարծում եմ ասեցի էլ մեկնաբանելու կարիք չկա։ Թե հոգևոր դասը, թե ընդդիմադիրները այս իրադարձությունը մեկնաբանում են որպես արշավ հարձակում եկեղեցու նկատմամբ։ Դուք դա ինչպես եք մեկնաբանում եւ արդյոք սա արշավ է, թե վարչապետը հենց դիմում է կոնկրետ անձանց եւ պատասխաններ սպասում է կոնկրետ անձանցից։ Սա քաղաքական պայքար է սկսվել եւ քաղաքական ուժերի 26 թվականի ընտրությունների պայքար է, որոնք մի մասը օգտագործում են եկեղեցու մի կողմը, մյուս մասն օգտագործում է եկեղեցու հակառակ կողմը։ Եկեղեցական անձերը մտել են այդ քաղաքական ցավոք սրտի պայքարի քաղաքականության մեջ։ Այ պատերազմից հետո, երբ որ պահանջում էին վարչապետի հրաժարականը, իրենք չէին գիտակցում, որ հետևանքները այսպիսին են նաև լինելու։ Դե եկեղեցին նոր չի, որ քաղաքական process-ում է, եկեղեցին արդեն տարիներ շարունակ է քաղաքականացված է։ Նաև այս իրադարձությունների ավարտը, եթե ամփոփենք, ինչպես եք պատկերացնում ի վերջո ինչ հանգուցալուծում կտրվի սրան։ Ես լիահույս եմ, որ երկու կողմն էլ կգնան, եկեղեցին կսկսի կդադարի քաղաքական process-ներով զբաղվելը եւ կշարունակի այն ինչ իր առաքելությունն է։